Բարև ձեզ ընկերներ, լավ լուրով եմ եկել, կալիբր ռազը, որ նյութեր նկարել, այդ թվում ազատազենի մասին, այդ նյութի հետևից գնացել ենք, շնորհիվ գաղափարակից ընկերների ու ազատազենի թիմի, հիմա որ սխմում ես այդ նյութի լինքի վրա, փոխանակ ահաբեկի մեզ, բերում է, որ ազատազենի ձեռամբ այդ նյութը փակվել է։ Այդ երևույթը կոչվում է ստրայք, ու այն YouTube չենելները, որոնք ունենում են 3 ստրայք, փակվում են։ Հիշեցնեմ, որ կալիբր ռազը դրանց լավագույն պրոպագանդիստական գործիքներից մեկն է։ Հիմա ըստ մի քանի նկատառումներ։ Առաջին, յուրաքանչյուր ձևով թշնամու սարքած վիդեոն Հայաստանի սոցցանցեր բերելը, դա հանցագործ արարք է, դա նրանց ջրաղացին ջուր լցել է, վերջի վարիանտը հիշություն է, եթե այդ ամեն ինչը չեք պատկերացնում, բայց լավ չի, մի խոսքով մի տարածեք։ Իրենք հենց այդ էլ ուզում են, որ անեն, որ այդ կանալի տեղի իմանան հայերը, ու հետո պատերազմի ժամանակ մեզ սպանելու վիդեոները տեղ պոստեն դրոններից, այլ ձևերով, ինչպես արել են բազում անգամներ, իսկ այդ լավագույն անելու գործիքներից մեկն է։ Երկրորդ, կալիբր ռազը այդ փնթի վերաբերմունքը, որը ցույց է տվել մեր հանդեպ, միայն մեր հանդեպ չի, որ դա արել է, այլ տարբեր հայկական քաղաքական գործիչների, կուսակցությունների, ուժերի հանդեպ, որոնք փաստացի իրենց ֆինանսական ռեսուրսներով, մեդիա ռեսուրսներով ու լծակներով ազատազենից մի թեթև ուժեղ են։ Ու եթե այդ կառույցները այլևայլ խառը բաներով զբաղվելու փոխարեն հետևողականորեն գնան դրանց սարքած վիդեոների հետևից, կալիբր ռազը ևս 2 ստրայք կունենա, ու այդ ուժեղ գործիքներից մեկը թշնամին կկորցնի։ Ու երրորդ, ասում է, թող այս էպիզոդը, չնայած մենք էլի ենք նման դեպք ունեցել Բաքու TV-ի հետ, մի անգամ ցույց ենք տվել, բայց երրորդ, թող այս էպիզոդը լինի օրինակ, որ եթե դու արդար ես ու գրագետ պայքար ես մղում, արդյունք լինում է։ Ու արդյունքը փուճուր քայլելից է լինելու, այսօրվա բլոկած վիդեոն վաղվա հետ բերած հողն է դառնալու։ Ու այդ քայլերը պետք է հավատով անել, առանց ընկճվելու ու սպասել արդյունքի, ու այդ արդյունքը չի ուշանա։ Այսքանը ասում եմ, մի հատ էլ հիշեցնեմ, որ կոմենտներում կա, այդ լինքի վրա կարաք կտցնեք ու ձեզ լավ զգաք։ Մենք դա արել ենք միահամուռ ուժերով, լավ ենք արել ու դա մեզ դուր է գալի։ Այսքանը։